Շնորհակալություն նաև լուսաբանելու համար։ Ես կուզենամ, որպեսզի մեր հասարակությանը հայտնի լինի եւ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, կներկայացնեմ, թե ինչ փոփոխություններ են եւ դրանք ընդհանրապես ինչին են վերաբերում։ Բայց մինչև այդ ուզում եմ ասել, որ մինչև հիմա ընտրական օրենսգրքում կար ընդամենը 3 պահանջ, որ ներկայացվում էր հասարակական կազմակերպություններին կամ հիմնադրամներին, որոնց բավարարելու պարագայում կազմակերպությունները կարող էին իրականացնել տեղական դիտորդական առաքելություն։ Հիմա այդ պահանջների թիվը դարձել է 11, այսինքն ավելացել է 8 պահանջ։ Հիմա հերթականությամբ այդ պահանջները ես կուզենամ ներկայացնել։ Առաջին, պետք է հասարակական կազմակերպության կանոնադրությունը առնվազն 1 տարի պարունակի ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին վերաբերող դրույթներ։ Այսինքն կազմակերպությունը գրանցված լինի առնվազն 1 տարի առաջ եւ այդ դրույթները պարունակի նպատակների մասում։ Այս նախկինում եւս կար։ Երկրորդ պահանջը առաքելության անվանումը, այն առաքելության, որով հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հանդես է գալու, չպետք է ասոցացվի մասնակից կուսակցությունների եւ դաշինքների անվանումների հետ։ Նույնիսկ ոչ թե նույնությամբ կրկնի, այլ նույնիսկ ասոցիացիա առաջանա, այդ ժամանակ չի թույլատրվելու դիտորդական առաքելություն իրականացնել։ Իսկ ով է որոշելու ասոցացվում է թե չէ, որոշակի չի, օրենքը չի պարզաբանում։ Մյուսը, հասարակական կազմակերպությունը պետք է հրապարակի տարեկան հաշվետվությունը, մինչև դիտորդական առաքելության դիմելը, սա իհարկե օրենքի պահանջ է հասարակական կազմակերպությունների համար, նրանք մինչև մայիսը ժամկետ ունեն, որպեսզի հրապարակեն, բայց եթե այդ կազմակերպությունները որոշում են դիտորդական առաքելություն իրականացնել, պետք է մինչև այդ արդեն հրապարակած լինեն իրենց տարեկան հաշվետվությունը։ Մյուս պահանջը, տվյալ կազմակերպության ղեկավար մարմինում պետք է ընդգրկված չլինի քաղաքացի, որը նաև թեկնածու է։ Այս պայմանը նախկինում եւս կար։ Հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը չպիտի աջակցի որևէ կուսակցության, որը շատ նորմալ է, չեզոքությունից ելնելով սա նախկինում եւս կար։ Հիմա ավելացել է չի իրականացնում կողմ կամ դեմ քարոզչություն ընդհանրապես։ Եվ հստակ չի, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսքը։ Հասկանում եք, ոչ թե գրանցվելուց հետո, որովհետև հստակ ասվում է, որ եթե կազմակերպությունը երբևէ բառը իհարկե ես եմ ավելացնում, իրականացրել է քարոզչություն որևէ կուսակցության կողմ կամ կուսակցության դեմ եւ այդ կուսակցությունը հիմա մասնակցում է ընտրություններին, այդ առաքելությունը չի գրանցվելու։ Իսկ նորից եմ ասում, թե երբ այդ որոշակիությունը եւս օրենքը չի տալիս։ Մյուսը, պետք է բացահայտի այդ կազմակերպությունը իր ֆինանսական աղբյուրները, այսինքն որտեղից ֆինանսներ, որպեսզի նա իրականացնի դիտորդական առաքելություն։ Ընդ որում, եթե դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում պարզվում է, օրինակ ինչ-որ փոփոխություն է լինում, օրինակ լրացուցիչ գումար է ստանում կազմակերպությունը, այդ մասին անմիջապես պիտի հայտնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մյուսը, դիմում ներկայացնելը նախկինում մինչև քվեարկությունից առաջ 10 օր, այսինքն քվեարկությունը լինում էր օրինակ ամսի 20-ին, մինչև ամսի 10-ը դիտորդական առաքելությունը կարող էր դիմում ներկայացնել, հավատարմագրվել եւ իրականացնել դիտորդական առաքելություն։ Հիմա դա նույն օրն է լինելու ինչ որ կուսակցությունների գրանցման վերջին օրը։ Այսինքն ահագին ավելի շուտ պետք է լինի դիմում ներկայացնելը։ Հաջորդը դիտորդների վարքագծի կանոնները, որոնք նախկինում պահանջվում էին, որ յուրաքանչյուր կազմակերպություն ունենալ, հիմա այդ կանոնները պետք է ներկայացվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի իր էլեկտրոնային կայքում։ Հավատարմագրման մասին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահից տվյալ կազմակերպությունը պիտի հետևի չեզոքության եւ ուշադրություն հրապարակայնորեն որևէ դիրքորոշում չպիտի արտահայտի, որևէ, այսինքն հրապարակային որևէ խոսք այդ կազմակերպությունը չպիտի անի, եւ սա էապես սահմանափակելու է հասարակական կազմակերպություններին գործունեության տիրույթը։ Եվ վերջի պահանջը որևէ կուսակցության թեկնածուի օգտին քարոզչության արգելք, սա նախկինում կար, հիմա ավելացել է նաև հակաքարոզչությունը։ Այսինքն ոչ միայն դու կարող ես, պարզը չէիր կարող, հիմա նաև հակառակ որևէ բան չես կարող ասել, այսքանը։